Երկուշաբթի Միացյալ Նահանգներում ավարտվեց նախագահական ընտրությունների ևս մեկ փուլ։ Ընտրական կոլեգիայի անդամները, հավաքվելով իրենց նահանգային մայրաքաղաքներում, նախագահ ընտրեցին Դոնալդ Թրամփին։ Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի յուրաքանչյուր նահանգում անցած ընտրությունների ընթացքում քաղաքացիները քվեարկել էին նախագահի թեկնածուների օգտին։ Ընտրական կոլեգիան կոչված է վավերացնել քաղաքացիների ընտրությունը։ Ընտրություններում պարտված դեմոկրատ Հիլարի Քլինտոնի կողմնակիցները սակայն հորդորում էին ընտրական կոլեգիայի անդամներին, խախտելով քաղաքացիների որոշումը հրաժարվել ընտրել Դոնալդ Թրամփին։ Սա այս երկրի փրկության վերջին հնարավորությունն է։ Բանն այն է, որ ԱՄՆ-ի որոշ նահանգներում ընտրական կոլեգիայի անդամները ազատ են քվեն տալ ցանկացած թեկնածուի։ Այսպես, եթե շուրջ 3 տասնյակ նահանգներում կոլեգիայի անդամների քվեն ուղղակիորեն կախված է նահանգի բնակչության մեծամասնության քվեից, ապա մյուս նահանգներում քվեն այլ թեկնածուին տալու համար կոլեգիայի անդամներին կամ հասնում էր տուգանք $1000 չափով, կամ էլ ոչ մի պատիժ չէր հասնում։ Սակայն ընտրական կոլեգիայի բազմաթիվ անդամների խոսքով քաղաքացիների քվեի համաձայն ընտրելը ոչ միայն իրավական, այլև բարոյական հարց է, ուստի ցուցարարների պահանջներն անհիմն են։ Դրանք բացահայտում են ժողովրդավարության թերի գիտակցում, ինչպես նաև անարգանք։ Քլինտոնի կողմնակիցները պնդում էին, որ Հիլարի Քլինտոնին աջակցություն են հայտնել ավելի մեծ թվով քաղաքացիներ և հիշատակում հատուկ ծառայությունների հաղորդագրությունները դեմոկրատական կուսակցության դեմ ուղղված ռուսական հաքերների գրոհների վերաբերյալ։ Դոնալդ Թրամփի երդման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին Վաշինգտոնում։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։